շատ տարիներ առաջ միգուցե եմ ասել, բայց նորից պետք է վերհիշեմ, դեռևս պատանի էի, որ եկա եկեղեցի եւ այսքան շատ չէր եկեղեցին, ավելի փոքրաթիվ էր։ Խորը փառաբանություն երկրպագություն գնաց եւ Տիրոջը խնդրեցի, ասի Աստված ջան, այսօր խոսք չեմ ուզում լսեմ։ Այսօր բայց դուք պետք է լսեք, էլի, արդեն ստեղ եմ։ Ուշ արդեն։ Հետո Աստված պատասխանեց, արտավազախոր սրտի մեջ Աստված դրեց, որ այդ օրը միայն երկրպագություն լինի, Կիրակի օրվա պաշտամունքի ժամանակ։ Չնայած այդպիսի հնարավորություններ, ձեզ հիշացնեմ, որ յուրաքանչյուր Կիրակի օրը երեկոյան այստեղ լինում է։ 1 ժամ շարունակ, փառաբանություն, երկրպագություն, կարող ես ավելի խորը գնալ, ավելի լավ նրան ճանաչել։ Մեկ լինում է, որ շատ սրտանց ես մի բան խնդրում, Աստված նաև պատասխանում է։ Նաև երբ որ գալիս ենք եկեղեցի կամ ես երբ որ գալիս եմ եկեղեցի, համարյա միշտ էս աղոթն եմ անում, փառաբանության երկրպագության սկզբից, Տեր, օգնիր կարողանամ բռնեմ երգը, այսինքն որ երգի բառերը իմ սրտից դուրս գան, որ այդ զգացողությունը քո ներկայության ունենամ։ Այո, մենք չենք հիմնվում զգացողության վրա, կարող է պահ լինի, որ զգացողություն չունեն ասել, բայց պատվերը Աստվածային նրան գովելու, նրան փառաբանելու, աղոթք անելու պիտի լինի։ Բայց ես հավատում եմ, որ Աստված մեզ չոր չի ստեղծել։ Նույնիսկ կերակուրները, որ Աստված ստեղծել է վայելքի համար, յուրաքանչյուրի մեջ ինչ-որ հատուկ բան է դրել, ուր մնաց երկրպագությունը։ Ես մտածում եմ, երկրպագության մեջ բաներ կան, որ որևէ ուրիշ տեղ դու չես կարող գտնել։ Չկա այդ հաճույքը, այդ բավարարումը, այդ չգիտեմ, այդ զգացողությունը ուրիշ տեղ չկա։ Որևէ այլ բանի մեջ, շատ փող ունենալու մեջ չկա, չգիտեմ, շատ ընկերների մեջ չկա, չգիտեմ, մեծ բարձունքների հասնես այնտեղ էլ չկա։ Երբ որ մտնում ես այդտեղ, հասկանում ես, որ էսի այն չի, ինչ որ մեզ պետք է։ Երեք ընդունենք, որ սա այն է, ինչ որ մենք ինչի կարիք եւ ունենք եւ ինչ որ մեզ պետք է։ Դրանից ավել բան, դրանք բոլորը ացողիկ են։ Նաև նախաբանի մեջ մի միտք էլ ասեմ, այսօր մեր առաքելական եկեղեցին նշում է ծաղկազարդ տոնը, ուրիշ բառերով, եթե աստվածաշան բառով դրան ասենք, Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հիսուսը մեկ շաբաթ շարունակ պտտվեց, սովորեցրեց, գիտեք, Հովանու ավետարանից գալի մասը նաև իր ուսուցումներն էր, հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում, որ ինքը պտտվեց Երուսաղեմում, նրանից հետո իրան բռնեցին եւ շատ արագ, մի քանի ժամվա մեջ մի անգամից դատավճիռը կայացրեցին եւ գամեցին խաչի վրա։ Եվ մի շաբաթ օրը մենք միասին պետք է նշենք նրա հարության Կիրակի օրը, այսինքն մի շաբաթ, մյուս Կիրակի, լավ ուղղեմ հանկարծ շաբաթ օրը ստեղ չկաք։ Ես իմ մտքով ուրիշ տեղ եմ գնացել արդեն հեռու։ Բայց այսօր պետք է խոսանք թեման ինչ որ առումով կապված է, եթե կապված չի կարող եմ կապել։ Հիսուսը երբ որ մտնում էր Երուսաղեմ, գրված է, որ ժողովուրդը բազմությունը հավաքվեց եւ սկսեց նրան երգել, երկրպագել, օրհնել, նույնիսկ իրանց հանդերձներն էին հանում գցում Հիսուսի ոտքերի առջև, դե Հիսուսի ոտքերը չէ, ավանակի ոտքերն էին։ Բայց մենք հասկանում ենք, որ այդ հանդերձները Հիսուսի ոտքերի առջև էին գցվում։ Գրված է մարվենու ճյուղեր քաղեցին եւ գցեցին եւ փառաբանություն կար, երգեր կար, ցնծություն կար քաղաքի մեջ եւ այդ նույն մարդիկը մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո, մեկ շաբաթ չէ, մի քանի օր հետո պետք է ոմանք միգուցե այդ մարկանցից Հիսուսին խաչեին կամ աղաղակեին եւ ասեին մենք Բարաբային ենք ընտրում։ Այսօր ինչ որ չափ իմ թեման վերաբերում է երկրպագությանը, փառաբանությանը, երգին։ Եվ բացասական նաև օրինակ ունենք, որ ուզում եմ այդտեղ միասին ուսումնասիրենք հենց մեր անձերի համար։ Եվ դրա համար միանգամից բերեք բացենք հատվածը, որ ուզում եմ կարդամ։ Ուզում եմ կարդամ ամբողջությամբ 96-րդ Սաղմոսը։ Նոր երգ երգեցեք Տիրոջը։ Խնդրեմ ուշադիր լսեք, ես հավատում եմ, որ դուք Սաղմոսներ սիրում եք, բայց մի քանի համարները, որ պետք է կարդամ։ Նոր երգ երգեցեք Տիրոջը, ով բոլոր երկիր, երգեցեք Տիրոջը, օրհնեցեք նրա անունը,
օրը ամեն օր նրա փրկությունը քարոզեցեք, նրա փառքը ազգերի մեջ պատմեցեք եւ նրա հրաշքները բոլոր ժողովուրդների մեջ, որովհետեւ Աստված մեծ է եւ խիստ գովելի, նա բոլոր աստվածների վրա ահավոր է, որովհետեւ ազգերի բոլոր աստվածները կուրքեր են, բայց Եհովան երկինքն ու երկիրը ստեղծեց, փառք եւ վայելչություն կա նրա առջեւ, զորություն եւ գեղեցկություն նրա սրբարանի մեջ, Տիրոջը տվեք ով ժողովուրդներ տոհմեր, Տիրոջը տվեք փառք եւ զորություն, Տիրոջը տվեք իր անվան փառքը, ընծա բերեք եւ նրա սրահների մեջ մտեք, սուրբ հանդեսով Տիրոջը երկրպագություն արեք, կամ սրբության զարդարանքով, վախեցեք նրա երեսից, ով բոլոր երկիր, հեթանոսների մեջ ասեցեք, Տերը կթագավորե, աշխարհն էլ հաստատված է, որպեսզի չսասանվի, նա պետք է դատե ժողովուրդները ուղղությունով, երկինքը թող ուրախանա եւ երկիրը թող ցնծա, ծովը իր լույսունովը թող գոռա, դաշտը եւ բոլոր նրա մեջ եղողները թող ուրախանան, այն ժամանակ անտառի բոլոր ծառերը պետք է ցնծան Տիրոջ առջև եւ պետք է գա, որովհետեւ պետք է գա երկիրը դատելու, պետք է դատե աշխարհը արդարությունով եւ ժողովուրդները իր ճշմարտությունով։ Դուք շատ թույլ ամեն ասեցիք, ես սովորաբար իմ պատգամների մեջ չեմ պահանջում, որ դուք ամեն ասեցի, որ ժողովուրդը ամեն ասի, բայց երբ որ այս Սաղմոսը կարդացի, մի համար կար, ստե որ իմ սրտին հպվել էր, փորձեցի ուսումնասիրեմ Սաղմոսը եւ հասկացա սա այն Սաղմոսն է, որ Դավիթը երգում էր, երբ որ տապանակը բերում են Երուսաղեմ։ Եվ Սուրբ գրքի մեջ գրված է, որ Դավիթը խելագարի պես էր պարում, ցնծում, աղաղակում, այնպես նույնիսկ որ ոմանք ծաղրեցին նրան։ Սա այն Սաղմոսն է, որ Դավիթը երգում էր, միայն այս Սաղմոս չէ, 3 Սաղմոս միասին ինքը երգեց, այդ ամբողջ ճանապարհին Տիրոջ առջև։ Եվ երևի այդ պատմությունը դուք հիշում եք, եւ մենք միասին մի փոքր մի քիչ ժամանակ հետո կկարդանք, թե ինչպես էր նա փառաբանում Տիրոջը։ Ինչպես էր նա արձագանքում, ինչպես էր արտահայտում իր սրտի եղածը Տիրոջը։ Նա ուղղակի բառերը չէր ասում։ Ինչպես մեզանից ոմանք հաճախ ուղղակի երգի ժամանակ արտասանում են։ Ես էլ ձեզ հետ միասին։ Նա յուրաքանչյուր բառը ապրում էր։ Նա յուրաքանչյուր բառի մեջ նա ոչ միայն ապրում էր, նա իր մարմինն էր շարժում։ Այնտեղ ամեն բան էր ներգրավված։ Նրա հոգին, շունչը եւ մարմինը ներգրավված էր այդ երկրպագության մեջ։ Իսկ Դավիթը եւ զգացմունքային ազնվորություն էր։ Դավիթը որոշման մարդ էր։ Իր լավագույնը լավագույնով կարողանում էր Տիրոջը երկրպագել եւ փառաբանել։ Եվ բերեք մի անգամից կարդանք այս հատվածը, որպեսզի շատ հեռու չգնամ, կարդանք նաեւ երկրորդ Թագավորաց 6-րդ գլխից։ Ես երկու համարների վրա է կառուցված իմ խոսքը այսօրվա, նորի մասերի կասեմ։ Երկրորդ Թագավորաց 6-րդ գլխի 15-րդ խոսքից կարդամ։ Ինչով է առանձնահատուկ երկրորդ Թագավորաց 6-րդ գլուխը։ Այդ գլխի մեջ մանրամասնորեն նկարագրված է, երբ որ Դավիթը եկավ իշխանության, թագավորության, երբ որ Սաուլը մահացել էր արդեն, առաջի բանը, որ Դավիթը որոշեց անել, վերականգնել պաշտամունքը Իսրայելի մեջ։ Այո, պաշտամունքը կար, մի հեռու տեղ, մի շատ հեռու տեղ կար տապանակ դրված Գաբավոնում, Բենյամինի երկրում, եւ ժամանակ առ ժամանակ ժողովուրդը պետք է գնային այնտեղ իրենց զոհերը, իրենց պաշտամունքը մատուցեին, բայց երբ որ ուսումնասիրում ես այս ժամանակահատվածի պաշտամունքը, տեսնում ես, որ թուլացած էր։ Սավուղի ժամանակ աստվածապաշտությունը թույլ մակարդակի վրա էր։ Եվ Դավիթը որոշեց տապանակը վերադարձնել Երուսաղեմ։ Այն քաղաքը, որ ինքը ընտրել էր իր համար, Դավիթը ընտրել էր իր բնակության համար։ Ոչ թե վերադարձնել, այլ բերել, որովհետև առաջի անգամ պետք է բերեր։ Եվ այս պատմության մեջ երկու հետաքրքիր բան է նկարագրում, որ ինձ զարմացնում է։ Այս ամբողջ պատմության վրա ուշադրություն չենք դարձնի, բայց գոնե այս երկու բանը մեջտեղից հանենք։ Այն օրհնությունը, որ պետք է գար Իսրայել ժողովրդի մեջ,
Բերեք ընդունենք Աստծո ներկայությունը, երբ որ գալիս է ժողովրդի մեջ, դա օրհնություն է։ Ոմանք այդ օրհնությունը չվայելեցին։ Առաջի մարդը, որ չվայելեց, դա Ոզիան էր։ Հենց 6-րդ գլխի առաջի հատվածի մեջ նկարագրված է Ոզիայի պատմությունը, երբ որ նա տապանակին ձեռը երկարացրեց, անհարգալից վերաբերվեց Աստծո ներկայությանը, եւ Աստված գրածա զարկեց իրան, եւ Դավիթը վախեցավ Տիրոջից։ Սրանք կարևորագույն համարներ են։ Դավիթը վախեցավ Տիրոջից։ Նա վախեցավ Աստծո ներկայությունից։ Այդ Սամոսի մեջ էր, որ կարդացի գրված է, վախեցեք նրանից։ Երկրորդ դրվագը, որ ուզում եմ վեր հանել այս հատվածից, մեղքողի անեծքը։ Երբ որ մեղքողը նայեց Դավիթին եւ գրված է իր սրտի մեջ արհամարեց նրան։ Եվ փորձեմ այդ հատվածը կարդամ, նոր միասին արդեն սրանց վրա կանգ առնենք։ 15-րդ խոսքից կարդամ։ Դավիթը եւ Իսրայելի բոլոր տունը Տիրոջ տապանակը ուրախությամբ փողերի ձայներով տարան։ Երբ Տիրոջ տապանակը Դավիթի քաղաքը եկավ, Սավուղի աղջիկ մեղքողը պատուհանից նայելով տեսավ, որ Դավիթ թագավորը Տիրոջ առջև ցածկրտելով կխաղա։ Ուստի նրան իր սրտի մեջ անարգեց։ Ուշադրություն դարձրեք որտեղից։ Պատուհանից նայելով տեսավ, որ Դավիթը խաղում է, պարում է։ Տիրոջ տապանակը բերեցին եւ նա իր տեղը դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը նրա համար կանգնացրել էր։ Դավիթը Տիրոջ առջև ողջակեզներ եւ խաղաղության զոհեր մատուցեց։ Դավիթը, երբ ողջակեզներ եւ խաղաղության զոհերը մատուցելը վերջացրեց, զորքերի Տիրոջ անունով ժողովուրդը օրհնեց։ Իսրայելի բոլոր բազմությանը տղամարդուց մինչև կին մարդը, բոլոր ժողովրդին ամեն մեկին մեկ նկանակ, կտոր միս եւ կանդակ բաժանեց եւ բոլոր ժողովուրդը ամեն մեկը իր տուն գնաց։ Եվ 20 խոսքից Դավիթը սրանից հետո դարձավ իր տունը օրնելու համար։ Սավուղի աղջիկ մեղքողը Դավիթը դիմավորելու եկավ եւ ասեց. Իսրայելի թագավորը այսօր ինչ փառավոր էր, երբ իր ծառաներուն եւ աղախիներուն առջև ինքը իրեն մերկացրեց, ինչպես սիրիկաներից մեկը ինքը իրեն կմերկացներ։ Եվ Դավիթը մեղքողին ասեց. ես այն Տիրոջը առջև խաղացի կամ parեցի, որ ինձ քու հորից եւ նրա բոլոր տնից ավելի ընտրեց։ Եվ ինձ Տիրոջ ժողովրդի Իսրայելի վրա իշխան դրեց։ Այո, ես այն Տիրոջ առջև պետք է parեմ։ Սուրբ գրքի մեջ կարելի է սա էլ գծել։ Այո, ես այդ Տիրոջ առջև պետք է parեմ։ Եվ սրանից ավելի անարգ երևացնելով քո աչքերի առջև նվաստել կլինեմ։ Իսկ այն քո ասած ծառաներուդ առջև պետք է փառավորվեմ։ Սավուղի աղջիկ մեղքողը միջև իր մահվան օրը զավակ չծնեց։ Սա երկրորդ դժբախտությունն է նույն գլխի մեջ կապված տապանակի եւ Աստծո ներկայության հետ։ Հետաքրքիր է, չէ՞։ Բաներ կա, որ կարծես պետք է մեր կյանքի մեջ օրհնություն բերի։ Եվ մի գլխի մեջ տեսնում ենք, որ երկու դժբախտահար պատահար, դժբախտ պատահար։ Դե առաջինը մահվան երգով վերջացավ, երկրորդն էլ պակաս չէր։ Մեղքողը կարող է զավակներ ունենալ, թագավորից ովքեր են ծնվում, թագավորի որդիներ են ծնվում, թագավորի դուստրեր են ծնվում։ Մեղքողը կարող է սերունդ ունենալ, բայց այդ սերունդը չունեցավ, որովհետև չգնահատեց, որտեվ արհամարեց, որտեվ չէր կարողանում հասկանա Դավիթի սիրտը։ Եվ պատմությունից մենք գիտենք շատ լավ, որ երկար տարիներ մեղքողը թեկուզ եւ Դավիթի կին էր, բայց Դավիթի հետ չէր։ Երբ որ Սավուղը մեղքողին որպես կին տվեց Դավիթին, եւ հետո Սավուղը Դավիթի դեմ գնաց, որտեղ ուզում էր Դավիթին սպանել, եւ Դավիթը փախավ լեռները, անտառները եւ երկար տարիներ փախուստի մեջ էր գտնվում, Սավուղը մեղքողին Դավիթի կնոջը, օրինական կնոջը, տվեց մի ուրիշ մարդու որպես կին։ Եվ երբ որ Դավիթը թագավոր էր, Դավիթը առաջի բաներից մեկը նաև որ արեց, սա էր, ասեց իմ կնոջը հետ բերեք։ Իմ օրինական կինն է նա։ Եվ գրված այն Եզակի տեղերից մեկն է, որ կարդում ենք, մեկ-մեկ նաև ծիծաղում ենք, չնայած ծիծաղալու չի այդքան, բայց այդ ամուսինը մեղքողի
լացելով իր կնոջը ճանապարհեց Դավիթին, որտեղ իրականում Դավիթինն էր։ Շատ է սիրում։ Բայց այս պատմությունը մեզ մի բան է սովորացնում։ Հիմա ուզում եմ այս պատմությունից արդեն իրական բաների դառնանք, արդեն դասերի, որ մեզ են վերաբերվում։ Նախ մեղքողը երկար տարիներ չէր եղել Դավիթի հետ, ինքը չէր ճանաչում Դավիթին։ Ինքը չգիտեր Դավիթի ապրումները, այո, երբ որ մեղքողը տեսել էր Դավիթին, Դավիթը ով էր, Դավիթ Իսրայելի մեջ լավագույն տղեն էր։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Գողեաթին Դավիթը հաղթեց։ Սուրբ գրքի մեջ գրված է, որ Դավիթ եւ գեղեցիկ էր, եւ իմաստուն էր, եւ խելացի էր։ Բոլորից ավելի բավականին երևացող մեկն էր, կարելի ասած ամենաերևացող մեկն էր ամբողջ Իսրայելի մեջ։ Իմիջիալոց տեղել ասեմ, Սուրբ գրքի մեջ մի տեղ կա, որ գրված է, որ կինը նախաձեռնություն արեց կամ աղջիկը նախաձեռնություն արեց, այսի մեղքողի դա համար է գրված։ Դա մեղքողի համար է գրված։ Գրված է մեղքողը, Սավուղը իմացավ, որ մեղքողը անտարբեր չէր կամ սիրում էր Դավիթին։ Եվ Սավուղը գնաց Դավիթին առաջարկ արեց, ասեց գնա ինձ համար 100 փղշտացու անթլպատություն բեր եւ իմ աղջկան կտամ քեզ որպես կին։ Արդեն ինչ-որ բան կար իր սրտի մեջ։ Բայց անցնենք պատմությունից Դավիթը երբ որ փախուստի մեջ էր, Դավիթ էլի կանայք ուներ, որոնք հենց փախուստի անապատիում, գիտեք, Աբիգիան եւ ուրիշ դարձյալ կանայք, բայց նրանք Դավիթի հետ նեղ ճանապարհ էին անցել։ Նրանք Դավիթի հետ դժվարություններ էին անցել։ Մեղքողը դժվարությունը չէր անցել։ Մեղքողը Դավիթին չէր ճանաչում։ Ինքը չգիտեր, որ Դավիթը այն ինչին որ հասել է Աստծո միջոցով։ Նրա զորությունը, Դավիթի զորությունը Տիրոջից էր գալի։ Դավիթի ուրախությունը Աստված էր, Դավիթի պաշտպանությունը կամ պաշտպանը Աստված էր։ Սաղմոսները երբ որ կարդաք տեսնեք, որ ինչպիսի բառերով է Դավիթը Աստծուն դիմում։ Սաղմոսների մեծ մասը հենց Դավիթն է գրել։ Դավիթը շատ լավ հասկանում էր այն վայրը, որտեղ ինքը կանգնած էր, որպես թագավոր, բացառիկ Աստծո շնորհն էր։ Աստված էր նախաձեռնել, Աստված էր պահել, Աստված էր օրհնել, այդ բոլոր փորձություններով անցկացրել եւ բերել իրան այդտեղ կանգնացրել։ Եվ դրա համար կարողանում էր Աստծո առջև եւ պարել, եւ Աստծուն օրհնել եւ նրան երկրպագել։ Առաջի դասերից մեկը սա է, եթե մենք չհասկանանք Աստված մեր կյանքի մեջ ինչ է արել, եթե մենք կույր լինենք եւ չտեսնենք Աստծո արած գործը մեր կյանքի մեջ, մենք չենք կարող սրտանց նրան երկրպագել։ Չենք կարող։ Բայց դառնանք մեղքողին։ Գրված է, որ մեղքողը պատուհանից նայեց։ Լավ ուզում ես հարց տալ մեղքողին։ Ինչ գործ ունես տունը նստած։ Ամբողջ Իսրայելը ուրախանում է։ Դավիթը ընդ է զոհեր է մորթել, չգիտեմ, ամեն մեկին կարկանդակա բաժանում, բոլոր ուրախանում են, պարում են, ցնծում են, դու ես տունը նստած։ Դու ես կողքից նայում։ Իսրայելում եղած այդ կարևոր տոնակատարությանը, որտեղ Իսրայելի համար դա շատ մեծ օր է, շատ մեծ օր էր։ Նույնիսկ տարիներ հետո մարգարությունների մեջ Աստված կասի, որ ես այդ խորանը կարոտում եմ, այդ Դավիթի խորանը ուզում եմ վերականգնել, այդ պաշտամունքը, այդ երկրպագությունը ուզում եմ վերականգնել, որտեղ այդ օրը նաև Աստծո համար մեծ նշանակություն ուներ։ Վերջապես Աստծո ներկայությունը գալիս է Տիրոջ տուն։ Ոչ թե այնտեղ ինչ որ միտեղ սարի վրա տարի մի անգամ մարդիկ կգնային մի հատ մոմ կվառեին, ինչպես այսօր շատ հայերն են անում։ 2 տարի մի անգամ կհիշեին Աստծո, չէ, Աստծո ներկայությունը բերվում է ժողովրդի մեջ։ Ամեն օր կարող էին գալ նրա ներկայության մեջ, ամեն օր կարող էին գալ եւ իրանց երկրպագությունը, փառաբանությունը, զոհերը Տիրոջ առջև մատուցեին։ Աստված գալիս էր ժողովրդի մեջ։ Եվ հարցը սա է, լավ, ինչ գործ ունես տունը նստած։ Դու էլ դուրս արի, դու էլ մասնակցի, դու էլ ուրախացիր։ Այո, գրած է, մեղքողը լուսամուտից նայեց։ Ես սովորաբար երբ որ երկրպագությունը սկսվում, այ աչքերը քիչ են բացում։ Սա լա, չէ՞, լուսամուտ։ Մեր աչքերը մեր ամենամեծ լուսամուտներն են։ Քիչ են բացում, որ կարողանամ կենտրոնանամ։ Որտեվ եթե անդադ բացեմ, փակեմ, նայեմ աչ ու ձախ, կհայտնաբերենք, որ եթե այդպես անենք, մենք հայտնվել ենք մեղքողի տեղը։ Այո, մարդիկ կան, որ ես էլ եմ ինձ որոշակի բռնացրել, որ այո, մտնում ես միտեղ խորը Աստծո ներկայությունը, բայց տեղ մի հատ ուրիշ բան ասեմ։
Տարիներ առաջ մի անգամ աղոթքաժողովից ուշացա, ասես մի կես ժամի չափ կամ ավել։ Եկա աղոթքաժողով եւ ժողովուրդը աղաղակում էին։ Երանի ժողովուրդը աղաղակ էր։ Ձայն կար, աղոթքի ձայն կար։ Մեկ աղոթքաժողովի տեղը աղոթքի ձայն էլ չկա։ Բայց փառք Աստծո բարձր աղոթողների համար ես այդ շնորհքով օժտված չեմ, բայց մարդիկա կարողանում են Տիրոջը սրտանց բարձր ձայնով, իրաց լավագույնով երկրպագեն, փառաբանեն եւ այդ պահը որ մտնում ես, որ դու մասնակից չես լինում, նայում ես մի տեսակ ես լինում, որտեղ մարդիկ ճանապարհ են անցել, չէ՞, մարդիկ ինչ-որ բան արել են, որ հասել են այդտեղ։ Լավ 40 րոպե շարունակ, չգիտեմ, ավել աղոթք են արել, պայքարել են, ճեղքել են։ Դու գալիս ես տենում ես իրանք արդեն ճեղքել անցել են, դու լուսամուտից իրանց նայում ես, ասես ինչ են անում այս մարդիկ։ Ես գիժեն, հա մի քիչ հանգիստ աղոթեք էլի։ Խեք ձեզի կոտորում, որտեղ դու իրանց հետ ճանապարհ չես գնացել։ Դրա համար լավ սկզբից գալ է, որ մի բան լինի դու հասկանաս։ Այ նայում ես եւ սկսում ես մեղադրել, սկսում ես քննադատել, որտեղ դու կողքից ես նայում։ Երբ որ երկրպագություն կամ աղոթք արինում եկեղեցում, սիրելի Աստծո զավակ, կողքից մի նայի։ Այո, դու կարող ես նստել, դու կարող ես նայել, իմիջիալոց, դա երգում են էլի բեմի վրա, փառաբանությունը անդե գնում, երկրպագությունը, դու նայում ես։ Դու շատ հեշտությամբ կարող ես շատ թերություններ տեսնել։ Ինչպես մեղքողը, որտեղ եթե դու մասնակից չես, հիշում եք նախանցած Կիրակի օրվա պատգամներից մեկը, բաժակը, 5-7 օրվան է, չեմ հիշում, չէ Կիրակի օրվան էր։ Այսինքն եթե բաժակի վրա կենտրոնացած լիքը դու ճանապարհ գնաս, դու ուրիշ բան չես կարող տեսնել։ Մարդիկ կամ մասնագետ են եկեղեցու թերությունների։ Իրանց որ հարցնես, իրանք եկեղեցու բոլոր թերությունները գիտեն։ Գիտեք ինչի համար, որովհետև իրանք մասնակից չեն։ Եթե մասնակից լինեին, կհասկանային, որ բաներ կա դժվար է։ Բաներ կա ժամանակի հետ կապված։ Բաներ կա պետք է ոչ թե 1, 2 կամ 3 հոգի անեն, բաներ կա պետք է շատ մարդ անի, որ հաջողության կարողանաս հասնես։ Ու երբ որ մարդ կողքից է նայում, դրա հաջորդ բացական բանը գիտեք որն է։ Մեղքողը տենց էր նայելով Երանի, այդպես նայեր, թեկուզ եւ իր ամուսնուն իր սրտի մեջ անարգեց, բայց Երանի այդ խոսքերը չասեր էլի։ Այմա բերանը փակի տունը նստի էլի, նստել էր։ Բայց չէ, կին է ինքը։ Կինը պետք է ասի։ Բոլոր կանանց մասին չի խոսքը, բայց սովորաբար կանայք այդ հատուցությունը, չէ, սրտի եղածը պետք է ասեմ։ Ինձ նեղացրեցին եւ այլն։ Երանի չասեր։ Ես մտածում, եթե նույնիսկ իր սրտի մեջ այդ սխալ վերաբերմունքը ունեցավ Դավիթի նկատմամբ, եթե չասեր, միգուցե այդ վատ հետևանքը չլիներ։ Բայց Սուրբ գրքի մեջ գրված է, որ մեղքողը մնաց անպտղաբեր։ Եվ եթե անկեղծ լինենք, սիրելի Աստծո ժողովուրդ, ես բացարձակ միջ չունեմ այստեղից ոչ մեղադրեմ, ոչ հանդիմանեմ, բայց ուզում եմ Աստծո լույսի ներքո մենք կարողանանք մեր կյանքին նայենք։ Լավ, մենք ինքներս մեզ նայենք, ինչպիսին է մեր վերաբերմունքը նրա ներկայության։ Եվ եթե շատ անկեղծ լինենք, կտեսնենք, որ լինում են ժամանակներ կամ երբեմն կամ ավելի հաճախակի, որ մենք հայտնվում ենք մեղքողի տեղը։ Այո, մենք նայում ենք, մենք չենք մասնակցում, մենք չենք կոռնում, մենք չենք երգում, մեզ համար այդքան մեծ նշանակություն չունի որոշ բաներ, որոնք հոգևոր են, որոնք կարևոր են աստվածապաշտության մեջ։ Մի խոսք էլ, որ մեղքողը ասեց, դու քո ծառաների առջև նվաստացար։ Մի քանի բառեր սրա մասին ասեմ ու մի փոքր էլ արագացնենք պատգամը։ Գիտես, երբ որ դու երկրպագում ես Տիրոջը, մոռացի, որ քո կողքը մարդ կա նստած, կամ երբ որ աղոթք ես անում։ Հիշում եմ շատ տարիներ առաջ, հələ երևի նույնիսկ ամուսնացած չէի, հաստատ ամուսնացած չէի, հիշեցի։ Շատ տարիներ առաջ հարության տոնակատարությունն էր։ Երբ որ սկսեցին երկրպագել փառաբանելը, դենց Աստծո ներկայություն եկավ։ Կյանքումս առաջ անգամ համարձակվել եմ թռնեմ։
ես իմ տեսակով սահմանափակ եմ, լավ կլիներ շատ առումներով հաղթած կլինեի, բայց ինչևից է, որ հոգեգալստական եկեղեցում ապաշխարում ես, մի քանի տարի են երիտասարդ տարիները, որոշ բաներ կա, կտրում ես, հետո կտրել ես, էլի, դե հոնորից բան չես, այն նորից ծիլ դնես, ասես դե աճեք։ Թող մեր հետ էլ տես լինի։ Չնայած չի, որ մեր բոլոր երիտասարդներն են իրանց այդ առումով կոտորում են։ Կներեք այդ բառի համար, մի քիչ ժպտացեք։ Վերջը։ Աստծո ներկայությունը զգացի, սկսեցի իմ տեղից թռնել, փառաբանել, օրհնել եւ պատահական աշկը սառավ, մեր քողի դիրքից չէ։ Ուղղակի էլի պատահական, տեսեք, կողս մի հատ կինա նստած։ Ձեռները քսելա ձեռքերին, ոտքերը ասես երկարացրելա, խաչու սենց հարել, նստած, դե որ կանգնածնել չէր կարող։ Սես նայում է։ Նայեցի, տեսա չեմ ճանաչում քրոջը, չդիմացա։ Ասի, այ քուր ջան։ Ամբողջ դալիճը աղոթքի երկրպագության մեջ դու ես նստած։ Այդ ժամանակ ես դեռևս պատանեկան ծառայության ավակի, այտենց հովիվել չէի, որ ինձ իշխանություն վերապահեն, բայց վաճ ասեցի։ Այն իմաստով ասեցի, որ դու չես զգում, դու մեր հետ չես, դու մեր հետ յանում ճանապարհ չես գնում։ Երբ որ ճանապարհ են գնում, սիրելի Աստծո ժողովուրդ, բերեք միասին գնանք։ Եթե երգ ենք երգում, բերեք միասին երգենք։ Շատ անգամներ եղել է, որ չոր եւ ցամաք եկել եմ եկեղեցի, անկեղծանամ։ Նույնիսկ եղել է, որ քարոզս ինչ որտեղ զգացել եմ, որ բաներ կա թերի է։ Բայց փառաբանությունը նենց հարել, որ հելել եմ ստացվել է։ Հիմա ուզում եմ հետո գնում եմ դու մտածեմ, Աստված ջան, ո՞նց եղավ։ Ասեմ, փառք Աստծո մեր երգչախմբի համար, մեր ժողովրդի համար։ Բայց բերեք նաև վերադառնանք Սաղմոսին, մի քանի միտք կա, այդ Սաղմոսից վեր հանենք ու չնայած առաջի միտքը արդեն կարևորագույն վեր հանեցի ու գնանք կամաց վերջացնենք։ 60 կներեք 96 Սաղմոսը բացեմ։ 96-րդ Սաղմոսը, որ կարդացի, ինչով առանձնահատուկ է Սաղմոսը։ Ես չեմ ասում միայն է Սաղմոսի մեջ այդ մտքերը, այդ արտահայտությունները կամ այդ բառերը կան։ Բայց եթե ուշադիր հաշվենք, 10-ից ավելի ձևեր կա, որ Սաղմոսերգուն կամ Դավիթը մեզ մղում է, ինչպես կարող ենք նրան պատվել եւ փառաբանել, ինչպես կարող ենք նրա անունը մեծարել։ Եվ որոշակի հրահանգներ ա մեզ տալի է Սաղմոսի մեջ։ Առաջի հրահանգի մասին արդեն խոսացի։ 3 անգամ առաջի երկրորդ համարների մեջ ինքը ասում է երգեցեք Տիրոջը, երգեցեք Տիրոջը, երգեցեք Տիրոջը։ Մենք պետք է սովորենք երգել, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ որ եկեղեցին անկում ապրեց, խավար ժամանակաշրջան ունի եկեղեցին, 6-րդ դարուց մինչև 16-րդ դար, պաշտամունքը հասավ այնտեղ, որ եկեղեցի գալացողները այլևս երգեր չէին երգում։ Ես չգիտեմ, դու գիտեք սրա մասին թե չէ։ Նույնիսկ այնպիսի երգեր են երգում, որ շատ մարդիկ այդ բառերը չէին էլ հասկանում, որովհետև սուրբ գրքերը հիմնականում չէր թարգմանվել շատ լեզուներով, այդ դարերում լատիներեն լեզվով են երգում որոշ երգեր։ Ասենք թե գերմանացի է գալիս է բան ու մեկը քահանան լատիներեն երգում է։ Կամ բառերը ասում, որոնք արդեն հնացել են, եւ մենք էլ այդ խնդիր ունենք այսօր մեր եկեղեցու մեջ։ Եվ քանի որ չեն հասկանում, քանի որ բառերը իրանց ոչ մի բան չեն ասում, սովորաբար մարդիկ գալիս էին, նստում, այդ պահը անցնում էր, դրան եկեղեցական բառով ասում են լիտուրգիա, երգեցողություն։ Եվ վերջում դա նմանատիպ պատգամ են լսում, ծես ինչ որ ծեսեր անում եւ վերադառնում տուն։ Այսինքն մարդիկ դատարկ էին գնում տուն։ Բողոքականության շարժման հետ առաջ եկավ այս խնդիրը։ Մարտին Լյութերից սկսած եւ Մարտին Լյութերը անձամբ այսպիսի միտք ասել, ասել այն քրիստոնյան, որ երգում այնքը հաղթող է։ Եվ սատանան խիստ սարսափած եւ վախեցած է երգող քրիստոնյաներից։ Կարող ասես ոնց, ուղղակի երգում ես եւ սատանան վախեցած է, սարսափած է։ Այո, սուրբ գրային համար կա դրա համար։ Հիշում եք Պողոսը եւ Շիղան, երբ որ բանտում էին, ինչ էին անում, երգում էին։ Նրանք երգում էին։
Ես չեմ մտածում իրանց երգերը մեր այսօրվա ժամանակակից երգերն են, չէ՞, այն Հիլսոնգի տարբեր տեսակի թարգմանած։ Միգուցե 50-ական երգերի նման լինեին, միգուցե սաղմոսներից լինեին, եւ հաստատ երևի սաղմոսներից էին, որովհետեւ Պողոսը վարդապետ հրեա էր։ Բայց երբ որ երգում էին, Տերը հրաշք արեց, Տերը զորություններ արձակեց, Տերը քանդեց կապանքները եւ իրանք բանտից դուրս եկան։ Այսինքն երգը երկրպագությունը ունի զորություն շատ հարցեր լուծել մեր կյանքի մեջ։ Ես մի հատ գրքի մեջ մի հատ հետաքրքիր հոդված էի կարդացել, հարցում են անում եկեղեցում, Հայաստանում չէ, Ամերիկայի եկեղեցիներում, ի՞նչն է ամենաշատ ազդում մարդկանց կամ ի՞նչն է ամենաշատ նպաստում, որ մարդիկ փոխվեն։ Եվ գիտեք, մարդկանց 75% ինչ էր պատասխանել։ Իրանց վրա ամենաշատ ազդում է եկեղեցուն երկրպագությունը, երգը, որը եւ նպաստում է, որ մարդիկ փոխվեն։ Այսինքն երգը ավելի շատ էր օգնում, որ մարդիկ փոխվեն, քան պատգամը, պատկերացնում եք, որովհետեւ երգն էլ է պատգամ։ Ես մեծացել եմ կամ ես երբ որ եկել եմ եկեղեցի, մեր յուրաքանչյուր երգը մի հատ քարոզ էր։ Հիշում եք 50-ական երգերը։ Եղիր ներող եւ գնաց։ Մի 12 տուն խոսքի, չգիտեմ, ինչքան ես չեմ հիշում տես մանրամաս։ Ամեն երգը 10 տուն, 6 տուն, 7 տուն, Աստվածաշնչի բառերով շարադրված, ուղղակի երաժշտություն դրված։ Եվ երբ որ ներելու մասին անդադ երգես, կներես։ Երբ որ ավետարանության մասին անդադ երգես, կգնաս ավետարանության։ Այսինքն երգը ինչ-որ բան էր փոխանցում եւ մարդիկ սիրում էին, գիտեք։ Մարդիկ երգով ապաշխարում էին։ Ես անձամբ մասնակից եմ եղել շատ մեծ հավաքույթների, որ այս դահլիճում, երբ որ թարս էր այս դահլիճը, երբ որ Ֆրունզ եղբայրը գալիս է երգում էր, լիքան անհավատներ են գալի, եւ մարդիկ լացում էին, որովհետեւ երգը ազդում է, երգը սովորեցնում է, երգը փոխում է։ Երբ որ երգում են։ Մյուս կարևոր միտքը, որ այս հատվածի մեջ նշած է, պատմելով, քարոզելով, հռչակելով։ Մենք այդպես ենք պատվում Տիրոջը։ Տեսեք, նրա փառք ազգերի մեջ պատմեցեք, ասում եք քարոզեմ քո մեծությունները։ Երբ որ ուզում ես պատվես Տիրոջը, նաև պետք է պատմես նրա արած գործերի մասին։ Սա արդեն միգուցե հավաքույթից դուրս լինի։ Երբ որ ստեղից կգնաս տուն, դա էլ է Տիրոջը պատվել, դա էլ է երկրպագություն։ Երբ որ դու քարոզում ես, երբ որ դու վկայում ես, երբ որ դու հռչակում ես, երեք տեղ գրված է այս հատվածի մեջ։ Որպեսզի շատ կանչ առնեմ, որտեղ պարզ է, մյուս բանը գրված է 8-րդ խոսքի մեջ։ Ընծա բերեք, երբ որ գալիս եք նրա սրահների մեջ։ Երբ որ դու պատվում ես Տիրոջը, երբ որ ուզում ես երկրպագել Տիրոջը, Սուրբ Գիրքը ասում է ընծա բերեք, երբ որ գալիս եք։ Այսինքն, երբ որ դու ուզում ես Տիրոջը հաճելի բան անես, Սուրբ գրային է, երբ որ դու դատարկաձեռ չես գալի Տիրոջ տուն։ Եվ սա էլ է ցույց տալի, որ քո կյանքի մեջ նրա նկատմամբ պատիվ կա։ Ես չեմ ասում միայն Կիրակի օրվա համար մասին։ Միգուցե մարդ լինի ամեն Կիրակի օրը պարտաճանաչ մասնակցի, բայց օրվա ընթացքում, առօրյայի ընթացքում պետք լինի ինչ-որ տեղ մի 1000 դրամ ավել ծախսի Աստծո գործի համար։ Ինչ-որ մեկին օգնի, շատ դժվարանա։ Չէ, իր մոտ ծրագրավորված է 1000 դրամ եկեղեցում եւ իմ 10-անորդը։ Սովորեք ձեր ֆինանսները Աստծո համար ազատ պահեք։ Եվ եթե ազատ պահեք, կտեսնեք, որ Աստված հաճախակի է իր ձեռքը ձեր գրպանի մեջ տանում, եթե նրան թույլ տաք։ Որտեվ այդպես է աշխատում։ Ես առանձին պատգամ եմ, բայց տալով մենք Տիրոջը պատվում ենք, տալով մենք Տիրոջը օրհնում ենք։ Մյուս միտքը սրբության զարդարանքով պատվեցեք Տիրոջը։ Այո, մենք այսօր եկել ենք այս վայրի մեջ, ես չգիտեմ դու ինչ հանդերձներ ես ակել, այո, արտաքին հանդերձները երևում են։ Մի քանի բառ, բայց արտաքին հանդերձների մասին ասեմ։ Մեզ միգուցե թվա արտաքին այքան կարևոր չի։ Երբ որ մենք հոգեգալստական եկեղեցուց դարձանք ավելի ազատ եկեղեցի, կարծես ամեն բան սրան գրած, որ այլևս ոչ մի արտաքին բան կարևոր չի։ Դու կարող ես նստած էլ աղոթք անել, կարող ես պարկած էլ աղոթել, կարող ես, չգիտեմ,
աշկերդ բացել, ելով ասել պետք է աղոթքի ժամանակ աշկերդ փակես։ Եվ այլն, չէ, կանոններ կան վերջապես, որոնք արտաքինի կամ հագնվածքը, կամ վերջապես, չգիտեմ, շատ բաներ, որոնք արտաքինի հետ են կապված։ Այս Սուրբ Գիրքը որ նայենք, կտեսնենք, որ Աստված արտաքինի վրա է ուշադրություն դարձնում։ Օրինակ 95 Սաղմոսի մեջ մի Սաղմոս, եթե հետ գանք, ասում է նրա առջև ծունկ կրկնեք։ Ասում է աղաղակեք նրան, ցնծացեք նրա առջև, ցնծալ ի՞նչ է նշանակում։ Պատկերացրեք, ես թե կանգնեմ հիմա ասեմ, ես հոգով ցնծում եմ։ Դուք չեք հավատա։ Չես կարող հոգով ցնծալ։ Այո, հոգով կարող ես փոքր ինչ ուրախանալ եւ ծածկել դա։ Բայց ցնծալ բառը ասում է, որ դու պետք է աղաղակես, դու պետք է գոռաս, դու պետք է ցույց տաս, դու պետք է ձեռքերդ բարձրացնես, դու պետք է թռնես։ Երանի այդպես լիներ մեզ համար։ Եվ մենք սովորենք Տիրոջ առջև ցնծալ։ Նաև հանդերձն է շատ կարևոր, արտաքին հանդերձը։ Սովորաբար, երբ որ ես գալիս եմ եկեղեցի, ես աշխատում եմ իմ լավ հանդերձները հագնեմ։ Ես չեմ հիշում իմ կյանքի մեջ, ես կներեք 1000 անգամ, ես որևէ մեկին նկատի չունեմ, ինձ համար եմ սա ասում, ես չեմ հիշում իմ կյանքի մեջ, որ սպարտիվնի շալվարով գամ եկեղեցի։ Կամ գամ երիտասարդական sense, չգիտեմ։ Ես աշխատում եմ, այո, կարող ես ավելի դասական հագնվել, բայց լավը հագի։ Երբ որ գալիս ես Աստծո ներկայության մեջ, դու տոնախմբության ես գալիս։ Վերջապես Աստված ներկա է մեր մեջ։ Երբ որ մենք գնում ենք ծնունդ կամ հարսանիք, մենք մեր լավագույնն ենք հագնում։ Միտքը սա չի, որ դուք հարսանիքի հանդեսները մյուս անգամ հագնեք գաքստեղ, մի քիչ, որտեղ մարդկանց համար չափերը տարբեր է, մարդիկ կան այդ ժամանակ իրաց պարկետուշտան սահմանը թույլ են տալի անցնեն։ Այսինքն եթե հարսանիք է, դու կարող ես մի քիչ անպարկեշտ լինել։ Եթե գալիս ես եկեղեցի, կարող ես պարկեշտ լինել։ Ես ասում եմ, այդպես չի սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե դու ունես տեղեր, որտեղ դու կարող ես անպարկեշտ հագնվել, Աստված այնտեղ է նայում։ Քո այստեղ որևէ հագած շորը Աստծո համար դա կեղծավորություն է։ Որտեղ դու այստեղ ընդհանուր կերպարի մեջ ես մտնում։ Բայց դու, երբ որ ուրիշ տեղ ես գնում, ինչպիսին է քո հագնվածքը։ Բայց լավ, բերեք արտաքին հանդերձներից մեր ներսի վրա հասնենք։ Երբ որ եկել ես այստեղ, կամ այստեղ նստած, ինչպիսին է քո ներքն աշխարհը։ Ասում ես սրբության զարդարանքով եկեք նրա առաջ։ Սրա մասին կարելի է անվերջ խոսալ։ Սրա հաջորդ միտքը սա է, նրա առջև վախեցեք։ Տիրոջից վախենալը պատիվ է բերում նրան։ Եվ մի նախադասություններ ասեմ ու աղոթեմ, կրճատենք։ Մի գրքի մեջ եմ կարդացել, այս միտքը դուրս եկել է։ Դու չես կարող անփութորեն անտարբեր մտնել նրա ներկայության մեջ։ Դա բացառված է։ Եթե ուզում ես մտնել նրա ներկայության մեջ, պիտի քո առավելագույնը ներդնես։ Եթե պետք է շարժվել, շարժվի։ Եթե պետք է երգել, երգի։ Եթե պետք է ինչ-որ բան գցել գանձանակը, գցի։ Եթե պետք է կներեք նորից, լավ հագնվես, լավ հագնվի, լավագույնը արա, արի։ Դրա բոլորի համագումարը, այդ ամբողջի համագումարը կարող օգնի քեզ։ Եվ մի օր դու այնքան խորը գնաս ներկայության մեջ, որ այսպես գետնից պոկվես եւ չուզենաս, որ երկրպագությունը վերջանա։ Որտեղ մենք մի օր երկնքում այդպես Տիրոջն ենք երկրպագելու։ Հավիտյանս հավիտենից։ Երեք միասին աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր։ Օրհնյալ Աստված, մենք քո առջև ենք գալի։ Սովորացրա մեզ Տեր։ Մեր կյանքով, մեր երգով, մեր վերաբերմունքով քեզ պատվել, քեզ օրհնել։ Եվ թող մեղքողի մեղքը մեկ ընդմիշտ մեր կյանքից հեռանա Տեր։ Որ մենք դիտող չլինենք, քննադատող չլինենք։ Եվ այն գործը, որ դու նախաձեռնում ես, մենք միշտ դրա կենտրոնում լինենք Տեր։ Միշտ լինենք եկեղեցու ծառայության մեջ, եկեղեցու մեջ, այն բոլոր կազմակերպված բաների մեջ։ Քննադատ սիրտը վերցրա մեզանից Տեր։
Եվ խնդրում ենք Տեր, եթե որոշ մարդիկ կան, որոնց վրա կա այս անեծքը, անպտղաբերության, քննադատության, դու ներես մեզ Տեր։ Մեզ մաքրի ամեն անօրենությունից, ամեն սխալից Տեր։ Մենք քո կարիք ունենք Տեր։ Ես հավատում եմ, որ մեզ համար նորոգություն կա քեզանով Տեր։ Մենք չենք ուզում լինել մեղքողի դերում լուսամուտից նայող։ Մենք ուզում ենք կանգնած լինել Դավիթի կողքը Տեր։ Մեր ցնծության ձայնով, մեր աղաղակներով քեզ երկրպագել Տեր։ Քեզ մեծարել Տեր եւ մեր լավագույնով քեզ ծառայել Տեր, ով ինչ ունի Տեր։ Այո, մեր կարողությունները տարբեր են Տեր, մեր արձագանքը միգուցե տարբեր լինի։ Մենք տարբեր տեսակի մարդիկ ենք Տեր։ Բայց ինչ որ ունենք, ուզում ենք դրանով քեզ ծառայենք Տեր։ Լավագույն ձևով Տեր, շնորհակալ ենք քեզանից, որտեղ հավատում ենք, որ դու այս վայրի մեջ ես եւ մեզ համար պատիվ է լինել քո առջև, եւ դու միայն այստեղ չես Տեր, դու ամեն օր մեզ հետ ես Տեր, դու մեր տան մեջ էլ մեզ հետ ես, մեր ճանապարհի գնացած ժամանակ մեզ հետ ես դարձյալ, մեր նեղության, մեր հիվանդության մեջ դու մեզ հետ ես Տեր, շնորհակալ ենք փառավոր Աստված։ Թող մեր կյանքը ամեն օր, ամեն վայրկյան քեզ հաճելի լինի Տեր, որ մեր խոսքերով, մեր վարքով քեզ պատվենք եւ օրհնենք քեզ Տեր։ Եվ մեր երգը միշտ բարձրանա քո առջև եւ գոհություն բերի քեզ Տեր։